Հայաստանի արդյունաբերությունն ազատ անկման մեջ է, ընդ որում բացասական է թե հանքարդյունաբերությունը եւ թե մշակող արդյունաբերությունը։ Որպես օրինակ, ընթացիկ ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունը գրանցել է 23.5% անկում։ Իսկ հիմա խոսենք այդ թվում նաև ներկայացնելով վիճակագրությունը մեր առաջին պատկերում։ Մասնավորապես այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ ընդհանուր արդյունաբերությունը նվազել է 16.1%-ով։ Այդ թվում հանքարդյունաբերության անկումը կազմել է 6.8%, իսկ մշակող արդյունաբերությանն, ինչպես արդեն նշեցինք, 23.5% անկում ունի։ Որոշակի բացվածքը մշակող արդյունաբերության ցույց է տալիս սննդի արտադրության մեջ որոշակի աճեր, 5.1% աճ մասնավորապես, խմիչքների արտադրությունը, որը մեզ համար արտահանելի կարևոր ուղղություն է եւ ավանդական արտահանելի արտադրանքներից մեկն է, ունենք երկնիշ անկում 14.3%, ծխախոտի պարագայում բավական հետաքրքիր աճ է արձանագրված եւ ծխախոտի եւ մեքենասարքավորումների մեքենաներ, եւ սարքավորումներ, ավտոմեքենաներ եւ այլ պարագաների արտադրության դեպքում եւս աճեր ունենք, սա իրականում հետաքրքիր է եւ որոշակի ժամանակահատված ուսումնասիրման ուշադրության արժանի հասկանալու համար մենք ինչ գործընթացների հետ գործ ունենք, արդյոք հերթական վերարտահանման ազդեցությունների ներքո չենք։ Իդեպ վերարտահանման մասով որևէ կերպ պատահական չէ, որ ոսկերչական ապրանքների եւ հիմնական մետաղների արտադրության մասով ունենք բավական լուրջ անկումներ, մասնավորապես 77.5 եւ 73.6% անկում։ Սա հենց ոսկու վերարտահանման անկումն էլ, ինչն էլ էապես նպաստել է մշակող արդյունաբերության այսքան բարձր անկման եւ նաեւ ընդհանուր արդյունաբերության անկման վրա։ Տեսեք ինչ է ստացվում մեր տնտեսության համար առանցքային նշանակությունը։ Արտահանելի արտադրանք ստեղծող ուղղությունը խիստ մտահոգիչ զարգացումների ներքո է։ Որքան էլ որ զվարճությունները, առևտուրը, իրական զարգացումների հետ որևէ տրամաբանական կապ չունեցող աճող շինարարությունը ձևավորեն, ստեղծեն այդ վիճակագրությունը, գեղեցիկ վիճակագրությունը, տնտեսությունը առանց արտադրության, արդյունաբերության կամ խնդրահարույց արդյունաբերությամբ շատ նման է առանց հիմքի, առանց ֆունդամենտի կառուցվող տան։ Եվ այս պարագայում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ազդեցությունների եւ ինչ գործոնների արդյունքում ենք մենք այսօր բախվում արդյունաբերության, մշակող արդյունաբերության նման անկումների հետ։ Բնականաբար, ինչպես նշեցինք, վերարտահանման գործոնը եւ մասնավորապես դրա չեղարկումը իհարկե շատ լուրջ եւ մեծ ազդեցություն ունի։ Այս իմաստով օբյեկտիվորեն պետք է նշենք, որ սա վիճակագրական տարբերություն է, ինչպես որ այդ գործոններն առաջացան ստեղծելով վիճակագրական աճեր, մինչդեռ իրական հատվածում հավելյալ արժեք չէր ստեղծվում, նույնպես էլ այդ գործողությունների չեղարկման արդյունքում վիճակագրական անկումը մեծ էր, բայց իրական հատվածում դա ենթադրելի է, որ շատ լուրջ վնասներ չպետք է հասցնի, բայց շատ կարևոր է հասկանալ, երբ խոսում ենք արդյունաբերության մեջ մտահոգիչ զարգացումների մասին, արդյոք այդ մտահոգությունը միայն ձևավորվող վիճակագրության աճերի կամ անկումների տեսքով է դրսևորվում։ Իհարկե ոչ, եւ դրա պատասխանը տարիների ընթացքում ուսումնասիրությունն է, թե վերարտահանման եւ առհասարակ արտաքին դրական ազդեցությունների առաջացման դեպքում այդ ժամանակաշրջանում մեր հիմնական արտահանելի ուղղություններում ինչպիսի պատկեր էր արձանագրվում։ Մենք փորձել ենք դրա որոշակի ֆրագմենտալ ներկայացումը իդեմս սննդամթերքի արտադրության տալ 2022 թվականից հետո։ Մասնավորապես դա մեր երկրորդ պատկերում է ներառված։ 2022 թվականի հունվար-ապրիլին համադրելի ժամանակաշրջանի ընթացքում մենք ունեինք ընդհանուր արդյունաբերության 2.6% աճ։ Մշակող արդյունաբերությունը ուրեմն ավելացել էր մշակող արդյունաբերության պարագայում աճը 11% էր, հանքարդյունաբերությունը եւ 22, եւ 23, եւ 24 թվականներին փաստորեն շարունակական անկման մեջ են։ Եվ այդ ժամանակաշրջանում 7.9% սննդամթերքի աճ ունենք։ Պարզապես հիշեցնենք, որ 2022 թվականի մարտից սկսած էր Հայաստանի տնտեսությունը հայտնվել արտաքին դրական շոկերի ներքո։ Եվ հետեւաբար 2022 թվականի հունվար-ապրիլ ժամանակաշրջանը ամբողջությամբ չի ընդգրկում այդ դրական ազդեցությունները։ Փոխարենը դա ամբողջությամբ ընդգրկվում է 23 եւ 24 թվականների վիճակագրությամբ, որոնց ժամանակ եւս հանքարդյունաբերությունը, ինչպես նշեցինք, անկումային էր, 23 թվականին մշակող արդյունաբերության 5.9% աճ ունենք, բայց ուշադրություն, սննդամթերքի արդյունաբերության պարագայում արդեն գրանցված էր 2.8%
Անկում 2024 թվականին մշակող արդյունաբերության 40 եւ ավել տոկոսանոց աճի պարագայում ունեինք 1,5% սննդամթերքի արդյունաբերության արտահանելի ուղղության անկում։ 23 եւ 24 թվականներին մշակող արդյունաբերությունների աճերը պայմանավորված էին այդ տարիներին վերարտահանման ազդեցություններով։ 23 թվականը հիմնականում էլեկտրասարքավորումներ, մեքենասարքավորումներ եւ այլն, 24 թվականը, ինչպես գիտեք, հիմնականում ոսկու վերարտահանման արդյունքում։ Այսինքն մտահոգությունը, ի դեպ որի մասին այն ժամանակ էլ պարբերաբար բարձրաձայնում ենք, կայանում էր նրանում, որ երբ տնտեսությունում ձևավորվեցին դրական շոկեր, որոնք վիճակագրորեն ազդեցին որոշ ուղղությունների վրա, հատկապես այդ ժամանակահատվածում կարևոր էր հատուկ մշակված քաղաքականությունը եւ ավելի մեծ ուշադրությունը ավանդական արտահանելի ուղղություններին, որոնք այսպես թե այնպես տուժում էին արժևորված դրամի արդյունքում։ Այդ քաղաքականությունը վիճակագրությունը դրա մասին վկայում է կամ չեղավ, կամ առնվազն որևէ կերպ արդյունավետություն ցույց չտվեց։ Եվ հենց սրանում է հիմնական մտահոգությունը, որը այսօր եւս դրսևորվում է։ Տեսեք, այս տարվա հունվար-ապրիլին մենք ունենք որոշակի սննդամթերքի աճ, որը եւս բազային էֆեկտով է պայմանավորված, բայց հիմնական արտահանելի ուղղություններից օրինակ խմիչքի արտադրությունը եւս բավական լուրջ անկումային է։ Եվ ի վերջո շատ հետաքրքիր է որոշակի քարոզչության փոփոխությունը, մասնավորապես իշխանության քարոզչության տրամաբանության մեջ փոփոխություն կա, օրինակ նույն վերարտահանման գործոնի նկատմամբ։ Այն ժամանակ, երբ վերարտահանման ազդեցությունները դրական էին վիճակագրության վրա, մենք միասին մեր հանդիպումներում փորձագիտական հանրույթի մեր գործընկերները տարբեր կառույցներ, թե ներհայաստանյան եւ թե դրսի, պնդում էին, որ այս աճերը վիճակագրական աճեր են եւ իրական հատվածում հավելյալ արժեք չեն ստեղծում։ Իշխանությունները խոսում էին միայն վիճակագրության մասով, տալով մեսիջներ, քարոզչական մեսիջներ առայն, որ տնտեսությունում ամեն ինչ նորմալ է։ Եվ միայն այսօր, երբ արդեն այդ վերարտահանման ազդեցությունները բացասական միտումներ են դրսևորում, նոր խոսում են այն հանգամանքի մասին, որ ժամանակին դրանք իրական հատվածում օգուտներ չեն ստեղծում, հետևաբար ոչ այդ աճերն էին մեծ օգուտ բերում, ոչ էլ այսօրվա անկումներն են մեծ վնասներ բերում։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ իշխանությունը սկսել է անկեղծանալ գոնե վերարտահանման մասով, բայց այդ անկեղծությունը ուշացած անկեղծություն է, եւ այդ ուշացած անկեղծությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն, որ ժամանակին իրենցից անկախ գործոնները շահարկվել են պարզապես քարոզչական նպատակներով։ Քարոզչական շահարկում, ինչի ներքո էլ ըստ էության գտնվում ենք վերջին 2-3 տարիների ընթացքում։